Բարև Հայր ջան, կհիշեք Մանվելի ու Գեորգիքսի հետ կապված այդ վիդեոն, որը ես տեղադրել էի, որ հայոյել էին իրար։ Հիմա կխնդրեմ երկուսին լսեք, որից հետո ես կխոսեմ։ Ժողովուրդ ջան, Արամ Մանուկյանը վիդեո է գծե, որ յանի թե Մանվելն ու Գեորգիքսը ելնի ներողություն խնդրի։ Ես անձամ 1000 անգամ ինձ կներեք ժողովուրդ։ Սիրելի ընկերներ, ես Արամ Մանուկյանի հետ զրուցել եմ, խոսել եմ եւ իմ ու Մանվելի հետ կապված իրադարձությունների համար ելի եմ ես մեր հանրությունից, մեր հայ ժողովրդից ներողություն խնդրել, ասում ես կներես արտահայտությունից ված չեմ զգում ու ելի եմ ասում կներեք սիրելի հետևորդներ, համար զղջում լավ տարի, Արամ Մանուկյան ջան, քեզ էլ շատ շնորհակալ եմ ախպերս։ Կանում ժողովուրդ ջան, սոցհարթակներում առավել ևս TikTok-ում ոչ Մանվելն է խնդիրը, ոչ Գեորգիքսը։ Ավելի վատ կոնտենտ ունեցող, ավելի վատ վարք ունեցող մարդիկ էլ կան, պարզապես ես ուզում հասկանամ ինչի համար է մենակ իմ աչքին երևում։ Այս մեծ լսարան ունեցողներից խոսքի պետք է մենակ ես խոսեմ։ Դուք գիտեք ինձ դուր է գալիս իմ հումորից շեղվեմ, իմ երգից շեղվեմ, իմ անելիքից շեղվեմ, խոսամ այս մարկանցից։ Երբ որ Մանվելին բոլորը կպտում էին, ես չէի կպնում, ես գիտեի խի չէի կպնում, որովհետև շատ բաներ է իմ համար թանկ, քան փողը։ Երբ որ կպան շատերը հանուն փողի, ինչի համար կպավ այդ ամեն մեկը թող իրանք մտածեն, բայց երբ որ դուք կպակ ու իր հաշվին, իր ռեյտինգի հաշվին միլիոնավոր դրամներ ու դոլարներ, չասեմ աշխատեցիք, որովհետև TikTok-ը դա աշխատանք չի։ Խափեցիք, վերցրեցիք ձեր հետևորդներից, ձեր դոնատորներից, նման դեպքերում գոնե դուք խոսացեք։ Շատերը չգիտեն, որ Մանվելին շատ մարդիկ փորձել են օգտագործել ու ստացվել է 100-ից 120 հազար դոլար այդ մարդուն գումար են գցել։ Այդ մարդը ոչ փող հաշվել գիտի, ոչ իր մաման գիտի այդ ձևը ոնց են օգտագործում, ոնց են կանխիկացնում։ Մի խոսքով, շատ երկար բարակ չանեմ, շատ խոսալու թեմաներ ունեմ, պարզապես այս TikTok-ի ախտի մասին, որ խոսում եմ, այդ չի նշանակում, որ մենակ իմ դարդուցավն է։ Եթե իմ երեխաները չկան TikTok-ի մեջ, չի նշանակում, որ ես արդեն կարամ ինձ լավ զգամ ու ապահովեմ, ոչ։ Ուզում եմ, որ բոլորիս խնդիրը լինի։ Իմ խնդիրը չի սա։ Ես ուզում եմ, ես իմ հումորով զբաղվեմ, ես իմ երգով զբաղվեմ։ Խնդրում եմ, ուշադիր եղեք, ձեր երեխաներին ուշադիր եղեք ու իմ վիդեոներին հետևեք, առաջիկայում շատ լավ նախագծեր ունեմ իրականացնելու եմ իհարկե ձեր միջոցով, ձեր թույլտվությամբ, կխնդրեմ բաժանորդագրվեք իմ բոլոր ալիքներին, պարտադիր Facebook, YouTube, Instagram եւ սպասեք իմ նոր ուրախալի վիդեոներին, բոլորից շատ սիրում եմ, սիրով ձեր Արամ Մանուկյան։